երեկո շատ տխուր էի, շուրջս ամեն ինչ թախիծ էր պատճառում ինձ, հոգիս տրտմել էր, մոռանալով Տիրոջ պատվերը, որ ասում է քո հոգդ Տիրոջը վրա ձգե ու ան քեզ պիտի խնամե։ Երեկոյան լռության մեջ ազդու և հրապուրիչ մի երաժշտություն էր լսվում։ Հնամաշ հագուստներով մի աղքատ պատանի իր հին նվագարանը ձեռքն առած նվագելով անցնում էր փողոցով։ Գնացի նրա մոտ մի քիչ դրամ տալու։ Նրա խոշոր սև աչքերում հուզիչ և սիրտ մաշող թշվառություն կար։ Երբ իմացա, որ սոված է, ափսեով կերակուր տարա նրան, ափսեի վրա մի թերթիկ դրեցի։ Պատանու վիճակը սիրտս խոցել էր։ Մինչ նա ուտում էր, ես պատուհանից նայում էի նրան և աղոթում, որ այդ թերթիկը նրա փրկության համար առիթ դառնա։ Երբ կերակուրը կերավ, թերթիկը ձեռքն առավ կարդաց. «Քրիստոնյա լինելու ճանապարհը»։ Հետո զգուշությամբ դրեց գրպանը։ Տարիներ անցան, ես մոռացա այդ պատանուն։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Օրերից մի օր այցելեցի մի հիվանդանոց, որտեղ բուժում էին պատերազմի դաշտից բերված վիրավորներին։ Տեսա մի բժշկի, որ բռնել էր վիրավորի ձեռքը։ Նրա դեմքը շատ մտախոհ էր։ Հիվանդը հետս հետ է թուլանում և ուժասպառ էր լինում։ Ես անձայն նայում էի հիվանդին, որը շատ երիտասարդ էր։ Նրա աչքերը փակ էին և կարծես մահն իր կնիքն էր դրել նրա դեմքին։ Այդ պահին նրան մոտեցավ մի հոգևորական, կռանալով նրա դեմքին ցանկանում էր իմանալ, թե արդյոք շնչում է։ Հանկարծ հիվանդը բացեց աչքերն ու հարցրեց. «Ես իրոք մահանում եմ»։ Շուրջը գտնվողները լռեցին։ Երիտասարդն ասաց. «Ինձ ճիշտն ասացեք, ես պատրաստ եմ լսելու այն»։ Հոգևորականը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել քեզ, բարեկամս, բայց դու ճանաչում ես մեղավորների փրկչին, դու սիրում ես Հիսուսին»։ Երիտասարդն ասաց. «Այո, ես քիչ առաջ տեսա նրան։ Ես անտեր և լքված մեկը չեմ։ Նախքան այս կյանքից մեկնելս, ուզում եմ վկայել իմ մասին»։ Հոգևորականն ասաց. «Դու մայր ունես, ես կարող եմ որևէ բան անել քեզ համար»։ Երիտասարդը պատասխանեց. «Ես մայր ունեմ, ես քիչ հետո նրա հետ պիտի լինեմ, նա երկնքում է»։ Երբ նա խոսում էր, նրա դեմքին մի քաղցր ժպիտ էր երևում, աչքերի մեջ փայլ և ուրախություն։ Երիտասարդը խոսքը շարունակելով ասաց. «Ես մի փոքրիկ քույր ունեմ, խեղճ աղջիկ, նա մենակ պիտի մնա, բայց ես նրան Տիրոջն եմ հանձնել և նա բնավ նրան չի թողնի, սակայն ուզում եմ մի բան ուղարկել քրոջս»։ Երիտասարդը բարձի տակից դժվարությամբ հանեց մի քսակ, մի սուրբ գիրք, մի լուսանկար, հնացած և արյունոտված մի թերթիկ և ասաց. «Այս թերթիկն ինձ ու մորս համար փրկության միջոց է եղել։ Երբ ես դեռ պատանի էի, նվագարանով պտտվում էի փողոցներում և դրամ էի վաստակում հիվանդ մորս և քրոջս համար, այդ ժամանակ ազնվահոգի ու ողորմած մի տիկին այս թերթիկը տվեց ինձ։ Մայրս շատ ուրախացավ, երբ այս թերթիկը կարդացի նրա համար։ Մինչ այդ պահը մեզ որևէ մեկը ոչինչ չէր ասել մեր սիրելի փրկչի մասին, ով մահացավ խաչի վրա մեզ փրկելու համար։ Օ, սիրելի տիկին, մենք ամեն օր աղոթում էինք նրա համար և փափագում գոնե մեկ անգամ տեսնել նրան։ Ես արդեն ճանաչեցի երիտասարդին և ուշադրությամբ լսում էի նրա խոսքերը։ Մի փոքր լռությունից հետո նա նորից սկսեց խոսել և մեղմ ձայնով ասաց. «Այս ինչ գեղեցիկ երազ էր, ինձ տարան մինչև երկնքի դռները
եւ անգամ ներս մտա։ Ամեն բան շատ քաղցր ու վայելուչ էր, սակայն ես ցանկանում էի տեսնել Փրկչին եւ մորս։ Մայրիկիս տեսա Փրկչիս մոտ, հետո ցանկացա տեսնել նաեւ այն բարեսիրտ տիկնոջը, որ այս թերթիկը տվել էր ինձ, սակայն ինձ ասացին, որ նա դեռ չի գնացել այնտեղ։ Երբ երիտասարդը խոսելը վերջացրեց, այլևս չկարողացա զսպել ինձ եւ սկսեցի բարձրաձայն լաց լինել։ Երբ ձայնս նրա ականջին հասավ, աչքերը բացեց ու նայեց ինձ։ Նա ճանաչեց ինձ եւ զարմացած ճիգ գործադրեց ինձ մոտենալու համար, բայց երբ տեսավ, որ չի կարողանում շարժվել, մեղմ ձայնով ասաց. «Գոհանում եմ քեզնից, երկնավոր Հայր, որ աղոթքիս պատասխանեցիր»։ Երիտասարդը քիչ հետո ննջեց եւ երկինք գնաց։ Խաղաղություն բլոգի համար կարդաց Սուսաննա Սարգսյանը։ Սիրելի քրիստոնյաներ, եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքը տարածեք, քարոզեք ժամանակին եւ ժամանակից դուրս։ Ցանեցեք ամեն ջրերի մոտ, շատ օրեր հետո մեծ արդյունք պիտի տեսնեք եւ անպատմելի ուրախություն պիտի ունենաք։ Մի ամաչեք եւ մի տատանվեք։ Համարձակ տարածեք Աստծո խոսքը, որովհետեւ Աստված է կանգնած իր խոսքի ետևում։